Սև ժապավեններ ու դրոշներ, Իրանի նահատակված գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի պատկերով հսկա պաստառներ ամենուրեք։ Իրանի Իսլամական Հանրապետությունում համազգային սուք է, ամբողջ ազգը սգում է երկրի ամենաազդեցիկ Այաթոլլահի գլխավոր գերագույն հրամանատարի նահատակությունն ու պատրաստվում վերջին հրաժեշտին։ Ալլահի նշանը կամ Այաթոլլահը շիայական իսլամում բարձրագույն հոգևոր կոչումն է։ Գլխավոր Այաթոլլահը կայացնում է երկրի արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ կարևորագույն որոշումները։ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններն Իրանի տարբեր քաղաքներում շարունակվելու են մինչև հուլիսի 9-ը։ Սգո միջոցառումները մեկնարկել են Թեհրանում իմամ Խոմեյնիի կրոնական ու քաղաքական համալիրից։ Հազարավոր իրանցիներ հավաքվել են իրենց հոգևոր հորը հրաժեշտ տալու։ Այաթոլլահ Խամենեիի մահը սգում են նաև լիբանանցիները, նրա ժառանգությունը կշարունակի ոգեշնչել շատերին։ Այաթոլլահ Ալի Խամենեին ոչ միայն կրոնական, այլև քաղաքական ֆիգուր էր։ Նա միշտ կմնա մեր սրտերում եւ հոգիներում։ Նա միշտ կառաջնորդի մեզ, ապագայում էլ։ Անհավանական հանգիստ մարդ էր, հավատքի իրական կրողը։ Բոլորին հավասարապես էր վերաբերվում։ Նասրալլահի մահվանից հետո նա մշտապես լիբանանցիների կողքին է եղել։ Ալի Խամենեին ոչ միայն գիտնական էր, այլև առաջնորդ։ Նրա շնորհիվ Իրանը կարողանում էր դիմադրել արտաքին բոլոր ճնշումներին, լինել վճռական ու հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Նա ոչ միայն Իրանի հոգևոր լիդերն էր, այլև բոլոր մուսուլմանների։ Սա մեծ կորուստ է մեզ համար, բայց նաև գիտենք, որ ժառանգություն է թողել մեզ բոլորիս։ Հրաժեշտի արարողությունները շարունակվել են Թեհրանի ամենամեծ մզկիթում։ Մեծ մոսալա են բերվել նաև Ալի Խամենեիի դստեր, Փեսայի, Հարսի ու թոռնուհու մարմինները, որոնք սպանվել էին նույն ավիահարվածի ժամանակ։ Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Եվրոպայից, Ասիայից ու Մերձավոր Արևելքից Իրան են ժամանել տասնյակ երկրների պատվիրակություններ ու հոգևոր առաջնորդներ, ակադեմիական գործիչներ։ Նրանց թվում է նաև Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Գրիգոր arczepiskopos Չիֆճյանը։ Թեհրան է այցելել նաև Նիկոլ Փաշինյանը, առաջին անգամ չէ, որ նա Իրանում է սգո արարողության մասնակցելու նպատակով։ 2024 թվականի մայիսի 22-ին, երբ Փաշինյանը եկել էր հրաժեշտ տալու ավիահարվածից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին եւ արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահյանին, նրան ընդունել էր Ալի Խամենեին։ Հայաստանից նաև ոչ կառավարական պատվիրակություններ են մասնակցել սպանված առաջնորդի հոգեհանգստին։ Նահատակված առաջնորդին հարգանքի տուրք են մատուցել նաև Իրանի բարձրաստիճան զինվորականները, վերահաստատելով իրենց հավատարմությունը Խամենեիի պաշտպանական ճանապարհային քարտեզին։ Մենք հաղթեցինք ապավինելով մեր ազգի նահատակված առաջնորդի պաշտպանության ոլորտում կայացրած որոշումներին։ Պարտադրված պատերազմներում մեր հոգևոր առաջնորդի որոշումների շնորհիվ թշնամուն կոշտ հակահարվածներ տվեցինք։ Մենք ավելի հզոր եւ ուժեղ կամքով Իրանի ու մեր ժողովրդի թշնամիներին զգուշացնում ենք։ Վրեժ կլուծենք նահատակված իմամի եւ մեր բոլոր զոհերի արյան համար։ Իրանի թշնամիները կարծում էին, թե հանցագործությամբ կարող են կոտրել մեր ազգի հզոր կամքն ու արմատախիլ անել դիմադրության ոգին։ Սակայն նրանք ոչ միայն չկարողացան հասնել իրենց չարագործ նպատակներից որևէ մեկին, այլև առերեսվեցին մի ազգի, որն առավել վճռական ու միասնական էր, քան երբևէ։ Իրանի նոր գերագույն առաջնորդ 56-ամյա Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հոգեհանգստի միջոցառումներին չի ներկայացել։ Ըստ տարբեր պաշտոնապես չհերքված ու չհաստատված հրապարակումների, նա վիրավորվել է ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ եւ ընկել կոմայի մեջ։ Ըստ Ռուսաստանում Պակիստանի դեսպանի, Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր, սակայն արդեն ապաքինվում է։
Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների մի մասը կանցկացվի Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիաների գլխավոր սրբավայրերը։ Ավելի քան 4 ամիս առաջ սպանված հոգևոր առաջնորդի մարմինը, որն այս ամիսներին պահվում էր Սառնարանային խցիկում, վերջնական հանգրվանը կգտնի առաջնորդի հայրենի Մաշհադում։ Իրանի իշխանության գնահատմամբ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-ից 20 միլիոն մարդ։ Որպես պետական միջոցառում այս արարողության նախապատրաստությունները մասշտաբի առումով աննախադեպ են Իրանի պատմության մեջ։ Անվտանգության նկատառումներից ելնելով կփակվի նաև Թեհրանի օդային տարածքը։ Սգո արարողություններն ամբողջ երկրում կշարունակվեն դեռ 40 օր, իսկ հիշատակի միջոցառումները մինչև հուղարկավորման մեկամյա տարելիցը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։